Արամ Ասատրյան կրտսերի հարսանեկան արարողությունը կարելի է անվանել տարվա ամենաշքեղ և սպասված իրադարձություններից մեկը: Այն աչքի էր ընկնում ոչ միայն իր ճաշակով ու կազմակերպվածությամբ, այլ նաև այն ջերմ մթնոլորտով, որը համատեղել էր փայլն ու հոգատարությունը: Արարողությունը կայացավ երևանյան ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ «Դվին» ռեստորանային համալիրում, որտեղ ամեն մանրուք մտածված էր: Հարսն ու Փեսան, երիտասարդ, ժպտերես և գեղեցիկ զույգ, իրենց կերպարներով հիացնում էին բոլորին: Հարսի զգեստը նուրբ դետալներով ու փափուկ փայլով հուշում էր դասական շքեղության մասին: Փեսան ոճային սև կոստյումով իսկական ասատրյանական հպարտությամբ էր կանգնած իր կողքին ունենալով կյանքի ամենագեղեցիկ մարդու: Հարսանիքի ընթացքում փայլում էր նաև Փեսայի մայրը՝ Կարմենը: Նա աչքի էր ընկնում իր համեստությամբ, մեղմ ժպիտով և անթերի ճաշակով, կարծես խորհրդանշում էր այն հանգստությունը, որը շրջապատում էր Արամին: Նրա հագած նուրբ, բայց շքեղ զգեստը դասական գծերով և սև գույնով ընդգծում էր ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլ նաև ներքին հավասարակշռությունը: Նա չէր փորձում լինել ուշադրության կենտրոնում, բայց հենց իր պահվածքով էր գրավում բոլորի հայացքը: Նրա կողքին էր ամուսինը՝ Արտակը, ամբողջ երեկոյի ընթացքում միևնույն հանգստությամբ կանգնած էր Արամի կողքին իրական հոր պես: Բոլորը գիտեին այս մարդն այն մարդն է, ով տարիներ շարունակ եղել է ոչ միայն ընտանիքի ամուր հենարանը, այլև երիտասարդ Արամի ամենամտերիմ ընկերը, խորհրդատուն ու վստահելի մարդը: Քիչ առաջ Արամի մայրը ինստագրամի իր էջում հրապարակել է նոր տեսանյութ ամուսնու՝ Արտակի հետ, որին կից գրել է. «Արտակ, դու Արամի կողքին ես եղել, երբ ամբողջ աշխարհը քնած էր: Հավերժ շնորհակալ եմ քո սիրո և խնամքի համար: Անսահման շնորհակալ եմ քեզնից սիրելիս: Դու եղել ես Արամի ուժն ու հենարանը նրա յուրաքանչյուր քայլում: Դու Արամի կողքին ես կանգնել այն պահին, երբ դա ամենից շատն էր պետք: Շնորհակալ եմ, դու անսահման հրաշալի ես: Պարզ ճշմարտություն: Քո սերն է Արամին դարձրել այն, ինչ նա այսօր է: Շնորհակալ եմ քեզ և սիրում եմ քեզ»: Կարմենի հրապարակած այս խոսքերն արտացոլում են ամբողջ իրականությունը: Այդ տողերը ոչ միայն սիրո խոստովանություն էին, այլ նաև շնորհակալություն այն մարդու նկատմամբ, ով չի փորձում փոխարինել, այլ պարզապես կանգնում է կողքին, հենարան է լինում ու սիրով կառուցում ընտանիքի նոր գլուխը: Եվ իրոք, այդ երեկո Արամ Ասատրյանի մայրն ու նրա ամուսինը կարծես միաժամանակ ապրում էին երկու զգացում՝ հպարտություն և հուզմունք: Հպարտություն տեսնելով իրենց որդու երջանկությունը և հուզմունք, հասկանալով, որ այս ամենի հիմքում հենց իրենց սերն է: Կարմենի խոսքերը դարձան այդ հարսանիքի ամենագեղեցիկ ու մարդկային պահերից մեկը՝ նուրբ, անկեղծ և խորապես, հոգեպես ջերմ, ինչպես հենց նա: Նշենք, որ Հարսի ու Փեսայի առաջին պահը Ռազմիկ Ամյանի կենդանի կատարմամբ դարձավ երեկոյի խորհրդանշական պահը, իսկ Հարսի նուրբ ու գեղեցիկ պարը անտարբեր չթողեց ոչ ոքի: Նա պարում էր հուզված, արցունքները թաքցնելու փորձերով, բայց սրտի անկեղծությամբ: Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը հոր և դստեր համատեղ պարն էր՝ հուշերի, սիրո ու հրաժեշտի ամբառ պատմություն: Հյուրերը կանգնած էին ոմանք արցունքներով, իսկ մյուսները լայն ժպիտով: Եվ իհարկե չի կարելի չնշել ընտրված օրը: Հարսանիքը կայացավ հենց այն օրը, երբ տարիներ առաջ ամուսնացել էին Արամ Ասատրյանը և Նվարդը: Այդ խորհրդանշական համընկումը լրացրեց երեկոյի մոգականությունը, դարձնելով այն ոչ միայն գեղեցիկ, այլև իմաստալից: Այս հարսանիքը միավորում էր սեր, հիշողություն ու նոր սկիզբ: Այն պատմություն էր, ինչպես անցյալը, ներկան ու ապագան կարող են միավորվել մեկ օրվա մեջ, միևնույն տոհմի սրտի բաբախի տակ: Դե ինչ, գրեք ձեր կարծիքները հարսանիքի մասին, չմոռանալով բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ մենք ձեզ կպատրաստենք ամենահետաքրքիր տեսանյութերը: Նշենք, որ Սարգիս Եղազարյանն այդ օրը կատարեց պրեմիերա, որը նվիրված էր հենց Արամ Ասատրյանի հորը: Դա նվեր էր Կարմենի ու նրա ամուսնու կողմից, որն անտարբեր չթողեց ոչ ոքի: Երգը ցավի ու սիրո խառնուրդ էր, պատմում էր որդու մասին, որը կորցրել էր հորը, բայց շարունակում է ապրել նրա ձայնի հնչյուներով: Սարգիսը երգում էր, շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Հարսը, որը Փեսայի հետ պարում էր, ուղղակի գլուխը դրեց նրա ուսին ու լուռ արտասվեց:
Սակայն որքան էլ ջերմ ու լի էր երեկոն, այնուամենայնիվ բոլորի սրտում կար մի չասված զգացում։ Այնտեղը, որ թողել էր Սեդրակ Ասատրյանն, անփոխարինելի է, նրա հիշատակն ապրում է յուրաքանչյուր երգի մեջ, յուրաքանչյուր հայացքում, յուրաքանչյուր տողում։ Եվ այդ խառնված համոզմունքի ու ուրախության մեջ անցավ գիշերը, հիշեցնելով բոլորին, որ այս հարսանիքը պարզապես գեղեցիկ իրադարձություն չէր, այլ սերնդի շարունակություն, ժառանգության պահպանում և կյանքի տոն, որը կպահվի երկար տարիներ, ինչպես երգ, որը երբեք չի ավարտվում։